Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, իսկ ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կխոսենք պերֆեկցիոնիզմ երևույթի մասին եւ մասնավորապես կանդրադառնանք երեխաների մոտ պերֆեկցիոնիզմի առաջացրած դժվարություններին։ Բայց մինչ անցնելը հաղորդման բուն թեմային, եկեք փոքրիկ իրավիճակ քննարկենք միասին։ Պատկերացրեք, որ Անահիտը շատ լավ սովորող, կոկիկ եւ օրինակելի աշակերտ է։ Նա մշտապես իր սենյակը մաքուր է պահում, բոլոր իրերը ճիշտ դասավորված են, տետրում բոլոր տառերը կոկիկ գրված են եւ նա երբեք չի սխալվում։ Իսկ եթե հանկարծ սխալվում է, այդ սխալները շատ ցավալի է տանում, կամ պատկերացրեք նկարում է որևէ բան, եւ եթե այդ նկարի մեջ, այդ պատկերի մեջ որևէ գիծ իրեն դուր չի գալիս, նա անմիջապես ամբողջ նկարածը ջնջում է, կավով պատրաստում է որևէ արձանիկ եւ այդ արձանիկի մի փոքրիկ հատվածն անգամ սխալ անելու պատճառով ամբողջ արձանը փորձում է կոտրել կամ նմանատիպ այլ պատմություններ։ Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ է, որ երեխան կոկիկ է, հետևում է իր սենյակի դասավորությանը, միշտ ճիշտ կոկիկ, մաքուր ձևով գրում է գրավորները եւ այլն։ Բայց մի պահ պատկերացրեք, թե որքան դժվար է լինում իր համար մշտապես այդպիսի կոկիկությունը պահպանելը։ Ու որքան լուրջ քննադատական վերաբերմունք է ցուցաբերում ինքն իր հանդեպ ամեն անգամ, երբ սխալվում է։ Փորձենք այսօր միասին հասկանալ, թե նման վարքի պատճառն ինչումն է եւ մենք որպես ծնող ինչպես կարող ենք երեխային օգնել, որպեսզի նա հասկանա, որ բոլորն էլ իրականում ունեն սխալվելու իրավունք։ Սկզբում եկեք հասկանանք, թե նման խնդիրը երբ է ի հայտ գալիս։ Նախ, կարող է ընտանիքում ծնողներից մեկը կամ մեծահասակներից մեկը եւս ունի պերֆեկցիոնիզմ, այսինքն մշտապես ձգտում է կատարելության, բայց ոչ միայն ձգտում է, այլ նաեւ ցանկացած փոքրիկ խնդիր կամ խոչընդոտ շատ ցավոտ է տանում։ Եթե ծնողներից որևէ մեկը կամ երեխայի հետ ապրող հարազատներից մեկը ունի նման խնդիր, երեխան մշտապես լարված վիճակում է գտնվում։ Պատկերացրեք, մայրիկը մեկ գծով դասավորել է պահարանի միջի շորերը, բացի մեկ գիծը նաև դասավորել է բոլոր գույները իրար հետ միասին, այսինքն վարդագույնը մի գծով է դասավորել, սևը մի գծով եւ այդպես շարունակ։ Եվ հանկարծ, եթե այդ բնականon դասավորվածությունը մի փոքր խաթարվում է, մայրիկն անմիջապես լարվում է, ենթարկվում է ստրեսի եւ սկսում է բարձր գոռգոռալ կամ նախատել ընտանիքի անդամներին։ Դա պատկերավոր օրինակ է երեխայի համար եւ նա էլ շատ սիրելով մայրիկին կամ լարվելով ու անհանգստանալով սխալ անելուց կարող է կրկնօրինակել մայրիկի վարքը։ Բացի այդ, հարգելի ծնողներ, եթե դուք շատ մեծ սպասելիքներ ունեք երեխայից, այսինքն իրեն անընդհատ ասում եք, որ նա միայն բարձր գնահատականներ պետք է ստանա, որ միայն լավ պետք է պատասխանի դասերը կամ որևէ մրցույթի մասնակցելուց առաջի տեղը զբաղեցնի եւ այդպես շարունակ, երեխան մշտապես տագնապային վիճակի մեջ է, որովհետեւ անընդհատ փորձում է արդարացնել ձեր սպասելիքները։ Դրա փոխարեն կարելի է երեխային բացատրել, որ միայն մասնակցությունն արդեն իսկ կարևոր է եւ պետք է հաճույք ստանալ հենց գործընթացից, այլ ոչ թե կենտրոնանալ միայն արդյունքի վրա։ Ինքներդ ձեզ հարց տվեք, միթե դուք եք այդպես վարվում, միգուցե կան կյանքում իրավիճակներ, որոնց մասին մտորելիս դուք հիշում եք, որ երեխայի նույն վարքը ժամանակին դուք եք դրսևորել ու երեխան էլ ընդօրինակում է ձեզ։ Բացի այդ, հարգելի հեռուստադիտող, կա եւս մի կետ, որին ցանկանում ենք անդրադառնալ։ Տեսեք, երբ նկատել եք երեխայի մոտ պերֆեկցիոնիզմին բնորոշ վարք, դուք նաեւ նկատած կլինեք, որ երբեմն երեխան սխալվելու վախի պատճառով նախընտրում է ոչինչ չանելը։ Այսինքն, նախապես կանխատեսում է, որ միգուցե չստանա հենց 9 միավոր այդ քննությունից եւ մտածում է, որ ավելի ճիշտ կլինի քննությանը չգնալ, կամ մտածում է, որ չի ստանա բարձր գնահատական որևէ այլ առարկայից եւ նախընտրում է այդ օրը դասը չպատասխանել։ Այդ դեպքում, հարգելի ծնողներ, դուք կարող եք երեխային բացատրել, որ ցածր գնահատական ստանալը կամ սխալվելը ամենևին էլ սարսափելի չէ։
Ճիշտ հակառակը, մեր սխալները մեզ հուշում են, թե որտեղ մենք պետք է ավելի շատ աշխատենք ու հաջորդ անգամների համար լավագույն արդյունքներն ունենանք։ Եթե դուք նկատել եք, որ երեխայի մոտ կան պերֆեկցիոնիզմին բնորոշ որոշակի երևույթներ, դուք կարող եք սկսել աշխատել նաև մասնագետի հետ։ Կարող եք դիմել հոգեբանի օգնությանը եւ երեքով միասին, այսինքն դուք, մասնագետը եւ երեխան, փորձեք հասկանալ երեխայի հոգեվիճակի պատճառները։ Հարգելի հեռուստադիտող, պերֆեկցիոնիզմը նպաստում է նաև, որպեսզի երեխաների եւ մեծահասակների մոտ հետագայում զարգանա գերազանցիկի համախտանիշը ու նաև ինքնակոչի համախտանիշը։ Մեր նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում մենք արդեն իսկ անդրադարձել ենք այդ թեմաներին, բայց փոքրիկ հակիրճ անդրադարձ կատարենք, որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի։ Տեսեք, երբ մենք երեխայից մշտապես սպասում ենք, պահանջում ենք լավագույն արդյունքներ, նա սկսում է մտածել, որ եթե այդ արդյունքները ցույց չտա, մենք իրեն ավելի պակաս կսիրենք, մենք այլևս առաջվա պես իր հանդեպ ուշադիր չենք լինի եւ այդպես շարունակ։ Դրա համար իր մոտ զարգանում է գերազանցիկի համախտանիշը, նա ամեն տեղ, ամեն ուր փորձում է լինել լավագույնը, նույնիսկ մրցակցության մեջ է մտնում իր հարազատ եղբոր կամ քրոջ հետ, դպրոցում դասընկերների հետ, բակում հարևանի բալիկների եւ այդպես շարունակ։ Ու որպեսզի երեխային կարողանանք ճիշտ ուղղորդել, անհրաժեշտ է ժամանակին ձեր սերը զատել իր գործողություններից, արարքներից կամ բարձր միավորներից։ Ինչպես հաճախ ենք սիրում ասել, երեխան պետք է իմանա, որ դուք սիրում եք իրեն անշահախնդիր, միայն նրա համար, որ նա կա, այլ ոչ թե բարձր գնահատականների, խելոք պահվածքի եւ մնացած այլ բաների համար։ Իսկ ինքնակոչի համախտանիշի դեպքում մեզ թվում է, որ այն բոլոր գովեստի խոսքերը, մրցանակները եւ մնացյալ այլ բաները, որոնք մենք ստանում ենք, իրականում մեզ արժանի չեն, այսինքն մենք արժանի չենք դրանց։ Պատկերացրեք, երբ մանկության տարիներին մեզ անընդհատ համեմատում են մյուսների հետ, ասում են, որ մյուսների մոտ ավելի լավ է ստացվում դասը պատմելը, կարդալը կամ նմանատիպ այլ բաներ, մենք ինքներս մեր մասին բացասական կարծիք ենք ձևավորում եւ մեր ուժերին չենք հավատում։ Ու երբ ավելի մեծ տարիքում որևէ մրցույթում հաղթում ենք, բարձր գնահատականներ ենք ստանում կամ մեզ գովում են, մենք ամաչում ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք իրականում այդ ամենին արժանի չենք ու մենք չունենք այն արժեքները, որոնք պետք է գովեն կամ ներկայացնեն այլոք։ Դրա համար, հարգելի ծնողներ, կարող եք երեխաների հետ մշտապես խոսել իրենց ուժեղ կողմերի մասին ու որ ամենակարևորն է, ոչ թե երեխային համեմատել այլ երեխայի հետ, այլ համեմատել միայն իր հետ եւ այդ ամեն ինչը ներկայացնել դրական լույսի ներքո։ Բացատրել, որ եթե նախկինում իր մոտ որևէ բան չէր ստացվում, այժմ իր գործադրած ջանքերի շնորհիվ նա արդեն կարողանում է գեղեցիկ գրել, կարողանում է շատ լավ կարդալ եւ նմանատիպ այլ բաներ։ Պատկերացնում եք, որքան հաճելի կլինի երեխայի համար գիտակցելը, որ ինքը մեծ քայլերով առաջ է գնում եւ անգամ երբեմն սխալվում կամ սայթակում է, միևնույն է, նոր ուժերը հավաքած շարժվում է առաջ եւ դուք այդ ամենը նկատում եք եւ խրախուսում եք իրեն։ Հարգելի հեռուստադիտող, իսկ մեր հաղորդման երկրորդ հատվածում ես այսօր կպատմեմ թերապևտիկ հեքիաթ ոզնու մասին, ով ձգտում էր կատարելության եւ փորձում էր ամեն ինչ անել ճիշտ։ Եվ այսպես անտառում ապրում էր ոզնին, ով ամեն բան անելուց փորձում էր ամեն ինչ անել շատ ճիշտ, շատ գեղեցիկ, մաքուր եւ կոկիկ։ Նրա փշերը միշտ մաքուր էին, նրա տնակում միշտ մաքուր էր եւ եթե նա հավաքում էր ծառերի տերևներն, այդ տերևները միշտ նույն չափի էին, միշտ հարթ էին, որովհետեւ մեր ոզնին տանել չէր կարողանում ճմրթված տերևները եւ ամեն հարցին վերաբերվում էր շատ լուրջ, միշտ ձգտում էր կատարելության։ Օրերից մի օր մեր ոզնին որոշեց, որ պետք է նոր տնակ տեղափոխվի, բայց այդ տնակի կառուցումը միայն ինքը պետք է անի։ Երբ ընկերներն իրեն ասում էին, որ կօգնեն այդ հարցում, ոզնին ասում էր, որ պետք չէ խառնվել, որ միայն ինքը կարող է գեղեցիկ տնակը կառուցել։ Եվ նա թղթի վրա նախապես պատկերեց այդ տնակը ու փորձեց ստանալ այդ պատկերին համապատասխան։
Սկսեց աշխատել, աշխատանքը ձգվեց շաբաթներ, ամիսներ, բայց միևնույն է, ինչ որ բան մեր ոզնուն այնուամենայնիվ դուր չէր գալիս։ Մեկ պատը ճիշտ չէր լինում, մեկ տերևը հարմար չէր լինում ու այդպես շարունակ։ Երբ որևէ մեկը փորձում էր իրեն օգնել, նա միևնույն է, անընդհատ ասում էր, որ միայն ինքը կարող է։ Եկավ մի պահ, երբ մեր ոզնին հուսահատվեց և որոշեց, որ այլևս իր երազանքի կատարյալ տնակը չի կարողանա կառուցել։ Հենց այդ պահին մեր ոզնուն օգնության եկավ անտառի իմաստուն բուն։ Կարծում եմ դուք գիտեք, թե բուն որքան խելացի է ու միշտ ցանկացած պահի կարողանում է օգնել անտառի բնակիչներին, երբ իրենց թվում է, որ իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում։ Եվ այսպես բուն ոզնուց ճշտեց, թե ինչու է նա տխուր, ինչու է հուսահատվել և ինչով կարող է օգնել։ Մեր ոզնին պատմեց, որ շատ է ուզում, որ ամեն ինչ անթերի լինի, կատարյալ տուն ունենա, գեղեցիկ, կոկիկ, ամեն ինչ ճիշտ լինի։ Իսկ բուն այդ պահին ոզնուն ասաց, որպեսզի նա շատ ուշադիր նայի անտառին, ուշադիր զննի անտառի ծառերը, դրանց տերևները, թփերը և այլն։ Եվ արդյոք ոզնին կտեսնի մի որևէ ծառ, թուփ կամ անտառի որևէ բնակչի, ով իրականում կատարյալ է, ով չունի որևէ թերություն, կամ կան արդյոք աշխարհում երկու տերև, որոնք կատարելապես նման են իրար։ Ոզնին երկար նայեց իր շուրջը և համաձայնվեց, որ իսկապես անտառում չկան միանման կամ կատարյալ մի գծով տերևներ, թփեր և այլն։ Ինչին ի պատասխան բուն ասաց, որ իրականում հենց այդ ոչ կատարյալ լինելն է գեղեցկացնում անտառը ու ավելի լավը դարձնում, որ եթե շուրջն ամեն ինչ լինել կատարյալ, հարթ, այդքան գեղեցիկ ու յուրահատուկ չէր լինի ամեն ինչը։ Այդ պահին ոզնին հասկացավ, որ իրականում այո, կատարյալ լինելը չէ գեղեցկացնում, այլ իրական լինելը։ Նա որոշեց, որ այսուհետ իր տնակը կկառուցի ընկերների հետ միասին, որովհետև բուն իրեն ասաց, որ իհարկե արդյունքը կարևոր է, բայց պետք է հաճույք ստանալ նաև այդ գործընթացից։ Չէ՞ որ ընկերների հետ միասին տնակը կառուցելը հաստատ ավելի հետաքրքիր, զվարճալի և ուրախ կլինի, քան միայնակ տանջվելը։ Ոզնին ընկերների հետ միասին կառուցեց տնակը և իրականում ոզնին այդ օրվանից հասկացավ, որ իհարկե լավ է կատարելության ձգտելը, բայց պետք չէ կենտրոնանալ միայն ամեն ինչ անթերի անելու վրա։ Չէ՞ որ երբ մենք կենտրոնանում ենք միայն արդյունքի վրա, մենք այլևս չենք ուրախանում այն ամենից, ինչ մենք անում ենք այդ արդյունքին հասնելու համար։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ այսօրվա մեր հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ։ Իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։